ես կրկին հարցումներից հարցնեմ, ես այո, ընդդիմադիրների ձայնի հետ կապված Գյումրի երկուսից հարցնեմ, պարոն Եղոյան եւ պարոն Հովհաննիսյան, եթե ձեր հարցումներով վստահ եք, դուք մեծամասնություն եք կազմելու, լավ, ով որ անցկացրել, այս արդեն իսկ հարցի մեջ գնաց, դա մեր հարցումը չի։ Ձեր հարցում չի, ասում եմ, եթե դուք վստահ եք, որ այս տվյալներով դուք անցնում եք, եւ կոլեկտիվ ոնց էլ հաշվում ենք այդ թվերով ընդդիմությունը Գյումրի 2 լինի, ինչ տարբերակ է լինի, այս հարցման տվյալներով մեծամասնություն չի ձեզ հետ համեմատած։ Այդ դեպքում վերջին շրջանում ինչու է իշխանությունը շատ քննադատում ընդդիմադիրների համախմբման կոալիցիայի հնարավոր կազմումը եւ ինչու Գյումրի 2-ը շատ անհանգստացնում է իշխանությանը։ Սա մի ենթահարց եւ հարցումներով էլի կրկին մի դիտարկում կար, մինչ այս թվերը հրապարակվել, մամուլում տեղեկություն կար, որ իշխանությունը սրբագրել է այս հարցման արդյունքները։ Սրա հետ կապված խնդրում եմ անդրադարձեք եւ այս հարցը պարոն Եղոյան անձամբ ձեզ եմ ուղղում, որտեղ 50-յակում դուք եք վերջին օրերին պարզ է դառնում, որ քաղաքացիական պայմանագրի 50-յակից որոշ մարդիկ դուրս են մնացել, որովհետեւ այսպես ասած զեղծարարությամբ են զբաղվել, խախտել են քարոզչության կանոնները։ Հնարավոր է էլի լինեն նման մարդիկ եւ օրինակ եթե ձեզ վարչությունը կազմի, ասի ինչ հիմքով կամ ինչպես եք ձեր ձայները հավաքել, դուք ունեք արդարացում, ինչպես են ձեզ այդ ձայները տվել, որ հայտնվել եք 50-ում։ Վարչությունը ի տարբերություն լրագրողների չի շարժվում մեղավորության կանխավարկածով, այլ շարժվում է անմեղության կանխավարկածով եւ ոչ թե ուղղակի մարդկանց կանչում ասում է եւ բացատրություն տուր քեզ որտեղից այս ձայները, այլ ուղղակի ինչ որ ահազանգների դեպքում գնում է այդ ահազանգների քննության ճանապարհով։ Այստեղ գործում է ոչ թե մեղավորության կանխավարկած, այլ անմեղության կանխավարկած, այնպես որ այդպիսի իրավիճակ չի լինում, որ վարչությունը ուղղակի մարդկանց հարցնի, բերի պահանջի հիմնավորել, թե որտեղից են իրենք ձայն հավաքել։ Սա մեկ։ Երկրորդը, ձեր ասածը IRA-ի հարցումներին վերաբերյալ կարծում եմ, որ շատ վիրավորական է։ Դուք տեսեք, դուք ինչքան էլ որ հասկացանք լրագրող եք, իշխանության ներկայացուցիչ չեք, բայց ամեն դեպքում, այսինքն ինչ եք ուզում ասել։ Մենք քանի կար ասում էին, մենք ազդել ենք Facebook-ի վրա, այսինքն 1.6 տրիլիոն դոլարանոց կապիտալով ընկերության աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի վրա իբր ազդել ենք, որ անդիմադիրների էջերը փակեն, որտեղ այնտեղ հայտնաբերել էին այսպես կոչված ոչ աուտենտիկ կոորդինացված պահվածք, այսինքն ֆեյքային պահվածք։ Հիմա էլ դա թողեցիք, ասում եք IRA-ի հարցումներ ենք, մենք ո՞նց կարող IRA-ի հարցումները սրբագրենք։ Այսինքն ոնց պետք է դա անենք։ Դուք դա ոնց եք պատկերացնում, որ IRA-ի ղեկավարությունը, բորդը, մյուսները, այդ հարցում իրականացնող մարդիկ, մենք ոնց դա պետք է անենք։ Դուք կարծում եք դա այդքան անազնիվ կազմակերպություն է, որ թույլ տա, որ որևէ մեկը իր հարցումները սրբագրի, կներեք դա վիրավորական է, ընդ որում ասեմ, այս կազմակերպությունը շատ սերտ կապեր ունի Ամերիկայի Հանրապետական կուսակցության հետ, մեր շատ լավ գործընկերներն են իրենք, բայց մենք երբեք մեզ նույնիսկ չենք էլ կարող մտքի ծայրով թույլ տալ, մտածել, որ կարող ենք իրենց հարցման արդյունքները սրբագրել ամենավստահելի տարբերություն այն նորից էլի կասեմ, ընդդիմադիրների իրականացած հարցումներից, ամենավստահելի 21 թվականին էլ կարող եք բացել նայել, անցած տարվա մայիս-հունիսն էլ կարող եք բացել նայել, պատերազմական իրավիճակներում հարցումները կարող եք բացել նայել, ամենավստահելի կազմակերպություններից մեկն է։ Այս իմաստով ես կոչ կանեմ ուղղակի չվիրավորել այդ մարդկանց։ Գյումրի 2-ի հետ կապված կարծում եմ դա ոչ թե դա այդ բոլորը պիտի դրան դեմ լինեն, որովհետև ոչ թե այն իմաստով որ տեսեք կոալիցիա է ձևավորվում, այլ որովհետև Գյումրիում ինչ տեղի ունեցավ։ Գյումրիում տեղի ունեցավ մարդկանց քվեի գողություն։ Այդ ուժերը չէին հայտարարել, որ իրենք պատրաստվում են Վարդան Ղուկասյանին դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ճիշտ է։ Ճիշտ եմ թե ճիշտ չեմ։ Առնվազն մեկը, որ հաստատ որ ես հիշում եմ, Մարտուն Գրիգորյանը ինքը նման բան ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր դա։ Այն երկուսն էլ ուղղակի չէին ասել։ Արդյունքում ինչ ստացվեց։ Հիմա այդ մյուս 3 ուժերին ընտրողները ընտրել էին, որ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ, դրա համար էին ընտրել։
Ես չեմ կարծում, որ դրա համար էին ընտրել, եւ ես գիտեմ, որ դրա համար չէին ընտրել, գնացեք Գյումրիում իրենցից հարցրեք։ Հիմա մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք ընկերներ ջան, եթե դուք ուզում եք ձեր այդ բանով, սցենարով այսպես կոչված դիցուկ Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ, նախ դա հայտարարեք, որովհետեւ այն մյուսները վարչապետի տեխնացու չունեն էլ։ Մեկը որովհետեւ չի կարող լինել տեխնիկապես, մյուսը չի էլ ցանկանում լինել։ Հայտարարեք դա, հայտարարից հետո էլ արդեն կլինի այլ գնահատական, բայց իրենք դա չեն հայտարարում։ Եվ ասում են Գյումրի 2, դա վիրավորական է, կարծում եմ, մեր ընտրողների համար։ Ասել, որ տեղի կունենա Գյումրի 2, նշանակում է ասել, որ մենք եւս մեկ անգամ պիտի խափենք Հայաստանի քաղաքացիները։ Այդ նույնն է, բայց դա անհանգստացնող չի, որ պիտի խափեն։ Մենք ունենք վարչապետի տեխնացու, իսկ իրենք ունեն վարչապետի տեխնացու։ Թող ասեն, մեկ հոգի պիտի լինի վարչապետ։ Չեն կարող 3-ով լինել վարչապետ։ Մեկը պիտի լինի վարչապետ։ Թող ասեն անունը։ Վերջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար